Այսօր ես ձեր համար առանձնացրել եմ 30 ֆլիկ-ափ հնարքներ, որոնցով դու կկարողանաս զարմացնել քո ընկերոջը։ Ինչպես նաև սովորեցնելու եմ հայտնի ֆուտբոլիստների Ռոնալդինյոյի, Ռոնալդոյի, Մեսսիի, Նեյմարի, Մարսելոյի կատարած ֆլիկ-ափերը։ Եվ վերջում բոնուս ձեզ սովորեցնելու եմ իմ նոր ստեղծած հնարքը։ Մեջիրա ֆլիկ, գեղեցիկ ֆլիկ-ափ, որը օգտագործում են շատ ֆուտբոլիստներ ու ֆրիստայլերներ։ Գնդակը պետք է լինի ոտքի, սրունքի եւ ոտնաթաթի արանքում։ Այնուհետև սեղմում ենք գնդակը դեպի գետնին ու ոտնաթաթի օգնությամբ հանում օդ։ Պոպկորն ֆլիկ-ափ։ Գնդակը դեպի գետնին ենք սեղմում ոտնաթաթի քթի մասով և սեղմած մի փոքր հետ տանելով ոտքը փորձում ենք հանել վերև։ Fake popcorn հնարքը նույնպես շատ գեղեցիկ է։ Այս դեպքում գնդակը ոտնաթաթի տակի մասով քաշում ենք դեպի մեզ։ Ոտնաթաթի քթի մասով հանում ենք գնդակը վերև։ Այնուհետև շրջվում ենք։ Jump ATV Կլասիկ տարբերակ սկսելու ձեր հնարքները, շատ հեշտ ու պրակտիկ։ Գնդակը սեղմում ենք երկու ոտքերի կոճերի մասում և թռիչք կատարելով մի ոտքը կողքի բերելով գնդակը հանում ենք վերև։ Գերց ֆլիկ Գլորում ենք գնդակը ոտքի ներբանի հատվածով, որ գա կպնի նույն ոտքի ոտնաթաթի հատվածին և վեր բարձրանալով գնա դեպի մյուս ոտքը և չմոռանաք վերջին քայլում ոտքերը խաչել և գնդակը բարձրացնել վերև։ Hill ֆլիկ-ափ Ֆրիստայլում շատ օգտագործվող հեշտ և գեղեցիկ հնարք։ Ոտքերի կոճերի մասով սեղմում ենք գնդակը և գնդակը սեղմելով սրունքի հատվածին պտտում ենք և սեղմելով ոտքի սրունքին բարձրացնում վերև։ Նույնը կատարում ենք Slap Hill ֆլիքի դեպքում, ուղղակի վերջում ավելացնում ենք կրունկով հպում դեպի վերև։ Rollback knee ակա Այս հնարքով հաստատ կզարմացնես ընկերներիդ։ Գնդակը թեթև գլորում ենք դեպի մեզ և ոտնաթաթի դրսի մասով գնդակը հանում վերև։ Ծնկով հպում ենք կատարում գնդակին և վերջում հարված ոտնաթաթով։ Crossover lift Շատ պարզ հնարք, ուղղակի պետք է ոտնաթաթով գնդակը հանել վերև, չմոռանալով ոտքերը խաչել և ընդունել crossover հնարքի դիրքը և մյուս ոտքի կողքով հանել վերև։ Ակկա 3000 ամենահեղինակավոր հնարքներից։ Գնդակը գլորում ենք դեպի մեզ, ոտնաթաթով հանում ենք վերև, պտտվելով մյուս ոտքն ենք հանում ծալված դիրքով, սրունքի մասով թեթև հպումով գնդակը փոխանցում ենք ոտնաթաթի հատվածին և արագ հարված կատարում։ Հնարքը պետք է տեխնիկապես շատ կրկնել։ Hill ֆլիկ-ափ Առաջին քայլով ներբանի հատվածով սեղմելով գնդակը մյուս ոտքը բերում ենք առաջ, այնուհետև աշխատող ոտքը առաջ բերելով հպում ենք կատարում գնդակի ծայրին, գնդակը վեր հանելով։ Այս ֆլիկ-ափը ես միշտ օգտագործում եմ։ Գնդակը գլորելով դեպի մեզ, ոտնաթաթով հանում ենք վեր, այնպես, որ գնդակը կպած մնա ոտնաթաթին և արագ կատարում ենք հետ հպում գնդակին։ Հերթական գեղեցիկ ու զարմացնող ֆլիկ-ափը։ Բռնում ենք գնդակը ոտքերի կոճերի մասով, մեկ ոտքի ոտնաթաթի դրսի մասով, գնդակը հանում ենք վերև ու ներբանի հատվածով հարվածում գետնին։ Մյուս ֆլիկ-ափը։ Գնդակը գլորում ենք դեպի մեզ, այնպես, որ գնդակը շրջանցի նույն ոտքը և հայտնվի մյուս ոտքի մոտ, այնուհետև շատ նուրբ գնդակը ոտնաթաթի մասով բարձրացնում ենք վերև։ Սա վիզուալ շատ գեղեցիկ երևացող հնարք է։ Առաջին քայլով ոտքը դնում ենք գնդակի տակը, հետո մյուս ոտքը կիսածալված դիրքով հանում ենք վերև և գնդակը փորձում հանել օդ, այնպես, որ մյուս ոտքի ներբանի հատվածով հարվածենք գնդակին։
Այս հնարքը շատ քիչ է հանդիպում, բայց շատ զարմացնող է։ Գնդակը ոտնաթաթի ներբանի հատվածով բերում ենք կրունկի մոտ այնպես, որ մոտավորապես կրունկը հենենք գնդակին, եւ մյուս ոտքի ոտնաթաթի քթի մասով գնդակը հանում ենք վերև։ Տարածված ֆլիկ-ափ ֆուտբոլիստների շրջանում։ Գնդակը գլորում ենք դեպի մեզ, հետո թեթև հպում կատարելով գնդակի ներքևի հատվածին գնդակը հանում ենք վերև, այնպես, որ կարողանանք եւ տարածություն ունենանք ոտնաթաթով գնդակին հարվածելու դեպի ներքև, եւ հարվածելուն պես շրջվում ենք։ Ծիածան հնարք, նույն ինքը ռադուգա։ Գնդակը բռնում եք ոտքերի ոտնաթաթերի արանքում, հետո շատ արագ մեկ ոտքով գնդակը գլորելով բարձրացնում եք մյուս ոտքի կոճի մասից վերև։ Հենց այդ ոտքով էլ գնդակը կրունկով հանում մոտ։ Այս ֆլիկ-ափի ժամանակ գնդակը գլորում ենք դեպի մյուս ոտքը։ Ոտնաթաթի քթի հատվածով հանում ենք վերև եւ հենց հնարքը սկսող ոտքով միանգամից կատարում ենք hop around the world հնարքը։ Տարբերվող եւ չկրկնվող հնարք։ Առաջին քայլով փորձում ենք կանգնել գնդակի վրա, բայց ձեզ սովորեցնեմ ոնց կանգնել, որ չընկնեք այս մեր աղբոր պես։ Կանգնում ենք գնդակի վրա եւ ոչ ուղիղ, այլ ոտնաթաթերը մի փոքր թեք դնելով գնդակի վրա եւ մի փոքր մարմնով իջնել գնդակը եւ ոտքերի ներբաններով գրկել եւ հանել օդ։ Միայն զսպանակի պես հանելը քիչ է, պետք է փորձել բռնել ոտքերով գնդակը։ Սա ԱՏՎ կատարելու գետնային տարբերակ է։ Քաշում ենք գնդակը ոտքին եւ նույն ոտքի քթի մասով թեթև հպում կատարելով գնդակին կատարում ենք ԱՏՎ out հնարքը։ Հիշեք, հպումը կատարում ենք ոտնաթաթի ներսի մասով։ Երկու ոտքով ֆլիկ-ափ, գեղեցիկ եւ պարզ թվացող հնարք։ Առաջին հայացքից թվում է, որ ուղղակի պետք է ոտքերի սրունքները միաժամանակ միացնել իրար, բայց այստեղ կա կարևոր տեխնիկա։ Պետք է ոտքերից մեկով հպում կատարել գնդակին, որ գնդակը կպնի մյուս ոտքի սրունքին եւ վեր բարձրանա։ Եթե միաժամանակ բերեք ոտքերը, գնդակը ուղղակի ձեր ոտքերի արանքում կմնա։ Այս հնարքը կարելի է դասել իմ ստեղծած հնարքների շարքում, որովհետև ինքս եմ մտածել ու կատարել։ Առաջին քայլով գնդակը դնում ենք մի ոտքի ներբանի եւ մյուս ոտքի ոտնաթաթի արանքում եւ պահելով նույն դիրքը փորձում ենք թեթև թռիչքով գնդակը պտտեցնելով վեր հանել օդ։ Սա ֆուտբոլիստների կողմից շատ կիրառվող ֆլիկ-ափ է։ Առաջին քայլով այն ոտքը, որով ուզում ենք սկսել, տանում ենք առաջ, իսկ մյուս ոտքը այնպես ենք դիրքավորում, որ գնդակը հայտնվի երկու ոտքերի արանքում։ Այնուհետև հնարքը սկսող ոտքով կրունկով թեթև հարվածում ենք գնդակին այնպես, որ գնդակը կպնի հետևի ոտքի ոտնաթաթի հատվածին եւ հենց հպումը եղավ, ոտքը գնդակի հետ վերև բարձրացնել։ Եթե կատարեցիր, շնորհավորում եմ։ Այս ֆլիկ-ափը մի քիչ բարդ է, որովհետև պետք է կարողանաք կատարել Abbas ATV հնարքը, որը ձեզ ցույց կտամ իմ մյուս վիդեոներում։ Գնդակը գլորելով մեզ անմիջապես մյուս ոտքի ոտնաթաթի քթի մասով գնդակը հանում ենք վերև ու միանգամից կատարում Abbas ATV հնարքը։ Ես սա միշտ օգտագործում եմ։ Մեսսի ֆլիկ-ափ։ Բոլորս գիտենք, որ Մեսսին այդքան էլ չի առանձնանում իր տեխնիկական հնարքներով ու կարողացանք առանձնացնել մեկը։ Կատարելը շատ պարզ է։ Ոտնաթաթը դնում ենք գնդակի ներքևի հատվածում եւ հենց սկսում ենք հնարքը, մյուս ոտքը բերում ենք առաջ այնպես, որ օդ հանելուն պես crossover հնարքի սկզբունքով ոտքերը խաչելով գնդակը հանենք օդ եւ մյուս ոտքով ընդունենք։ Քրիստիանո Ռոնալդո ֆլիկ այս հնարքը շատ է սիրում եւ շատ է կատարում իր մարզումների ժամանակ Քրիստիանո Ռոնալդոն։ Հնարքը շատ պարզ է, այն ոտքը, որին պետք է հարվածեք գնդակով, հենման ոտքի պես դնում ենք գնդակի կողքին եւ աշխատանքային ոտքով, ոտքի կրունկի հատվածով հարվածում ենք գնդակին այնպես, որ հպվի մյուս ոտքի ոտնաթաթի ներսի մասի թմբիկին։ Ռոնալդոյի մյուս ֆլիկ-ափը, որը ելի շատ է օգտագործվում։ Առաջին քայլով գնդակը գլորելով դեպի մեզ, միանգամից մյուս ոտքի ոտնաթաթի քթի մասով գնդակը հանում ենք վերև եւ նույն ոտքով կատարում միանգամից hop ATV out հնարքը։
Sombrero flick այս հնարքը շատ ֆրիստայլերներ են կատարել ավելի շուտ, բայց հայտնի է դարձել Նեյմարի կատարելուց հետո։ Առաջին քայլով աշխատանքային ոտքը դնում ենք գնդակի տակը, այնուհետև մյուս ոտքը օդում պահած, հենց գնդակը բարձրացնում ենք թեթև վերև, մյուս ոտքը նոր պետք է իջնի կպնի գետնին։ Եվ հենց կպավ աշխատանքային ոտքով գնդակը փորձում ենք թեթև հպումով ուղարկել գլխի վերևով հակառակ կողմ։ Մարսելոյի ֆլիկ-ափ հնարքը շատ տեսած կլինեք համացանցում, եւ շատ բարդ թվացող այս հնարքը իրականում շատ հեշտ է կատարել։ Նախ պետք է ոտքերը լայն բացել։ Փոխանցման հարվածի ուժը պետք է մեծ լինի, բայց գետնային փոխանցում պետք է լինի։ Պետք է որ ոտքով որ ընդունում եք գետնին դրված դիրքից թեթև կողքի բերեք ոտնաթաթի դրսի մասը եւ մարմնի դիրքը թեթև շարժել եւ կտեսնեք գնդակը ինչպես է վերև բարձրանում։ Marcelo Flick 2 իմ տեսած վիզուալ ամենագեղեցիկ ֆլիկ-ափերից։ Առաջին քայլով գնդակը սեղմում ենք ոտքերի կոճերի հատվածում։ Այնուհետև հենց հնարքը սկսում ենք մեկ ոտքի ոտնաթաթի հատվածով գնդակը հանում ենք մյուս ոտքի վրայով եւ այդ ոտքով փորձում ոտնաթաթի հատվածով հարվածել գնդակին դեպի ներքև։ Ronaldinho Flick Առաջին քայլով աշխատանքային ոտքով գնդակը գլորում ենք դեպի մյուս ոտքի ոտնաթաթը եւ թեթև վերև բարձրացնելով ոտնաթաթի մասը գնդակը հանում օդ։ Ռոնալդինյոյի մյուս ֆլիկ-ափը ավելի հայտնի դարձավ իր եւ Nike համատեղ գովազդի վիդեոից հետո։ Առաջին քայլով գնդակը ներբանի հատվածով գլորում ենք դեպի առաջ եւ կարծես մեկ քայլ ենք կատարում, հետո մյուս ոտքի ոտնաթաթի դրսի մասով գնդակը հետ բերելով փորձում ենք հանել օդ։ Եվ վերջապես Hike Flick-up Այս հնարքը ստեղծել եմ լրիվ պատահական։ Հնարքի մեկ ոտքովն էլ կա, շատ տարածված հնարք է, եւ ես ստեղծեցի երկու ոտքովը, ինչը չկար համաշխարհային ֆուտբոլ ֆրիստայլի հնարքների ցանկում։ Հնարքը սկսվում է շատ կարևոր տեխնիկայով, գնդակի վրա կանգնելով։ Պետք է ճիշտ կանգնել։ Լրիվ ուղիղ չէ, այլ ոտնաթաթերը թեթև կողքի դրված։ Ճիշտ արեք, որ այսպիսի արդյունք չլինի։ Մյուս քայլով փորձում ենք ոտնաթաթերի ներբանի հատվածով գլորվելով առաջ գնալ այնպես, որ կրունկներով հարվածենք գնդակի ծայրին, բայց առանց ոտքերը գնդակից պոկելու ու այնուհետև շրջվում ենք։ Ֆրիստայլի կանոններով ով առաջինն է անում հնարքը, դա կարող է կոչել իր անունով, այսինքն այս հնարքը արդեն հայկական է եւ կոչվում է Hike Flick-up։ Իսկ որ հնարքը ստացվեց քո մոտ, գրիր կոմենտների բաժնում, նկարիր վիդեո ու տեղադրիր բոլոր հարթակներով, նշիր ինձ, տեսնեմ դու ոնց ես անում։